Ինչ եք կարծում, անկախության հռչակագիրը պետք է ներառվի նոր սահմանադրությունում։ Անպայման։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր կարծիքով չպետք է ներառվի։ Դե Նիկոլ Փաշինյանը շատ բաներ ասել։ Անկախությունը մնում անկախություն, ինչ կապ ունի։ Նկատի ունեմ պետք է ներառվի սահմանադրության մեջ նոր Չէ, սահմանադրություն։ անկախությունը մենք ունեցել ենք, ձեռք բերված է, պիտի մնա, պահպանվի։ Այդքան բան։ Մնացածը հիմարությունն է։ Բայց չեմ կարող ասել, ուրիշ է հարցրեք էլի։ Պետք է ներառվի ու ես իր ասածները, քանի որ իմ համար անընդունելի են, այդ մասին չեմ ուզում խոսել։ Ամեն բան հասկանում ենք։ Անկախության հռչակագիրը Հայաստանը единственный բանկամ վերցրել է ինչա փոխել Կոնստիտուցիան։ Բայց չեք համաչում նրա անունը որ տալիս եք։ Պետք է չի։ Չեք համաչում որ անունը տալիս եք։ Պետք է չի տա։ Ազգի համար պատոհաս է, ինչ պիտի անի։ Մինչև հիմա ինչ արել է հիմա գվայց է դույն։ Շատ Թուրքիայի կազմումը չդի կամաց ոչ թե Եվրոպա։ Թուրքիան են առաջին։ Թուրքիան 30 տարի Եվրոպան չի ընդունում, ինչ Եվրոպա։ Շատ Թուրքիան ճանապարհ բացի իմանալը որ 100%-ով վերջնականապես Հայաստանը իր հսկողության տակ է մնալ։ Իհարկե պետք է։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով չպետք է ներառվի։ Բայց Նիկոլ Փաշինյանի կարծիքով է մենակ իր ժողովուրդը։ Չէ, ժողովուրդը չի համաձայնի, պարտադիր պետք է ներառվի։ Իր կարծիքն է։ Գիտեք ոնց է ասենք Ամերիկայի անկախության հռչակագիր կա, որ 1776 թվականի, ասենք որ իրանք շուտով նշելու են իրանց արդեն 250-ամյակը, դա մենք չել մշակութային բան է։ Մենք նույնն էլ մերն է, մենք կամաց-կամաց սովորենք այն բանին, որ մենք անկախ ենք ու դրա մասին չխոսենք։ Այն որ մենք հիմա դեռևս հարց է գնում բակալավրա պատահի հանգարց մենք պետականությունը կորցնենք, դա մի քիչ ամոթ բան է, պետք է մարդկանց ուղեղներում նման բան նստած չլինի ընդհանրապես, հետի ոնց որ ասենք ինքը չմտածի որ ինքը հա պարզ է մի օր մեռնելու է, բայց դու մեռնում ես քո հետևից քո թորն է գալի, քո երեխան է գալի, դու չի մտածես որ քո վերջանալու է քո ցեղը, նույն ձևի պետությունը, այս պետությունը հիմա մենք վերջապես կարողացանք դարեր շարունակ չունենալով պետանոցը ստեղծել պետություն, այս պետության զարգացման մասին մտածենք, որ դա զարգանա, այլ ոչ մտածենք հանգարց վաղը կարող պատահի վերջանա այդ պետությունը։ Դրա մասին ամոթ ընդհանրապես խոսել է, եւ ցեղասպանություն բառն էլ պիտի բերաներս չառնենք, մենք ցեղասպանվել ենք, երբ որ պետություն չունեինք։ Իսկ հիմա մենք պետություն ունենք, ամոթ է որ պետություն ունեցող երկիրը ցեղասպան վախենամ ենք կարող ցեղասպանվի։ Կարող պատերազմ լինի, դա ուրիշ բան է։ Ու ամեն անգամ պատերազմական գործողությունը բնութագրել որպես ցեղասպանություն, դա պրոստը ամոթ է եւ նաեւ դա գալիս է դա հոգեբանական բան է, տրավմա է, որ մենք ստացել ենք 15 թվականին ցավոք սրտի, ու այդ երևի թե 15 թվականի եւ ընդհանրապես հայոց ցեղասպանության մեծ եղերնի ամենամեծ վնասը երևի թե ամենամեծ վնասը ոչ միայն բանի հողերի կորուստն է, որ իհարկե մեր չէր այն իմաստով, որ պետականորեն դա մեր չէր, մեր պատմական հողերն էին, ու մեկ էլ մեր գենոֆոնդին զգալի վնաս տրվեց, դա մեր հոգեբանական տրավման է։ Մարդիկ անգամ առանց գիտակցելու, որ իրանք չի որ անդադ մտածում են դրա մասին, բայց դա իրանց ոնց որ գենի մեջ է նստած, արյան մեջ է նստած, որ անդադ բախ կա, որ հանգարց մի հատ բան անում, բայց ցեղասպանեցի։ Ուրիշ երկրներ որ ասենք մեկը մյուսի հետ հարցակվում, չեն ասում, վայ, հեսա գալու եմ ես ցեղասպանեն։ Սու պատերազմ, մենք պատերազմ։ Կամ ինչ որ լոկալ բան է, ասենք ռազմական գործողություն ասենք, հա։ Այ դա է։ Ինչ եք կարծում, անկախության հռչակագիրը պետք է ներառվի նոր սահմանադրությունում։ Ես քաղաքականություն շատ չեմ հասկանում, բայց մի բան գիտեմ, որ այտենց երկիր չկա, որ անկախություն չուզենա, այտենց ժողովուրդ չկա, որովհետև ոչ մի ժողովուրդ չի ուզում ստրկատ իրական, մանավանդ որ պատմությունը ցույց է տվել, որ Լենինի ժամանակ մեր հողերի հաշվին առևտուր են արել, հիմա էլ Պուտինն է մեր հողերի հաշվին առևտուր անում, այսինքն հիմար պետք է լինել, եթե մի ժողովուրդ անկախություն չուզենա։ Փաշինյանի կարծիքով չպետք է ներառվի անկախության հռչակագիրը։ Ես չգիտեմ, ես մենակ մի բան ասեցի, անկախությունը բոլոր ժողովուրդների համար, ոնց ասեմ, նորածին երեխան ոնց է մարդու համար, այտենց էլ մեր անկախությունն է։ Մենք շատ քիչ 30 քանի տարվա անկախության բան ունենք, հռչակագիր։ Հիմա թողնել անկախությունը դա ուղղակի կլինի հիմարություն։ Բայց կան ոնց են ասում, զոհ տվինք։
Չեմ կարող ասել, որովհետև ինչ էլ ասենք, մեկը ինչ անելու են, իրանք անելու են, մենք իզուր տեղը չարչարվում ենք, գլուխ ենք ճարտում, բայց մենք նենց եմ սկանում, որ ոչինչ մեզ չենք ներկայացնում իրանց կշտին։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ չպետք է ներառվի։ Դե ուրեմն տենց էլ անելու է, իզուր տեղը բերեք, գլուխ չջարտենք, ոչ են ասենք, նա ինչ ուզում է, են էլ անում է։ Մենք երկրորդական մարդիկ ենք, մենք իր համար ստեղ ուղակի տուգանքի աղբյուր ենք, որ մեզ տուգանի, փող վերունի, մարդկանց եսիմ տները ասի, դուք տները թողեք, գնացեք ստյան կենտրոնում ապրողներին, վարձով տվեք, որ այդ վարձով տվածի փողերը բերեն մտադե բյուջե գցեն, բայց ես չեմ հասկանում, եթե բյուջեն Հայաստանում է, այս ժողովրդին հաշվին են տանում։ Ինչ էլ ասես, մեկը մեր ասածը ոչ միտեղ անց չի կենում։ Ընդամենը ինչ ուզում է անում է։ Եթե կան տենց մարդիկ, որ կարենան ճիշտ որոշում կայացնեն մեր երկրի համար, խնդրեմ, նրանց կողքին կանգնած եմ։ Բայց տենում եմ այստեղ ոչ մի բան չի, հանկարծ մեկը ձենը բարձրացնում է, այն բերետավորները բերում են ասել իրան ասվալտին փռեք, դրա համար սաղ ճանապարհները ասվալտեց, որպեսզի ասվալտին փռեն, հանկարծ հողի վրա չվեն։ Միակ ճիշտ բանն ասել այդ մարդը, որ ասվալտին փռեն ու անում են, էլ ինչ կարամ ասել։ Իսկ այդ կոնստիտուցիաները, բանը ինչը որ կա, դրանք սաղ պոլիտիկա է, որ ասենք ես չեմ կարա ոչինչ ասեմ, մենակ են գիտեմ, ինչ իրան պետք է էլ անում է։ Մնացած ընդդիմությունն էլ արդեն երևի ձեռքերը լվացել է։ Նախորդային ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր կարծիքով անկախության հռչակագիրը չպետք է ներառվի նոր սահմանադրությունում, սակայն ընտրողը ժողովուրդն է։ Օրագի նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք, ինչ եք կարծում անկախության հռչակագիրը պետք է ներառվի նոր սահմանադրությունում, թե ոչ։